Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 5-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Օրը երկուշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 5-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը կտրուկ քայլ կարող եք անել կամ անսպասելի ինչ-որ մի բան տեղի կունենա, որը որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Նաև օրվա ընթացքում էմոցիոնալ կլինեք, հաջողություն ունեք ձեր գործերում, բիզնեսում, աշխատանքում, կարիերայի բարձրացում, փոփոխություն, նաև գումարի հետ դա կարող է կապված լինել, գումար կարող է անսպասելի ստանաք կամ գումար ծախսեք, որը ևս էլի ձեզ կուրախացնի։ Եվ ինչ-որ միտեղ կարող եք գնալ երկար մնալ, հնարավոր է նաև աշխատանքն է մի փոքր պահանջում, որ երկար մնաք, կամ սպասում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բան է դանդաղում, դեռ սպասում եք, համենայն դեպս, եթե կարիերան է, ապա կարիերան առաջ խաղացում կա, ինչ-որ փոփոխություններ զգալու եք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 5-ին։
Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մեկին եք սպասում կամ ինչ-որ բանի, եւ ոչ էլ լուսավոր մի բան տեղի կունենա, միգուցե գալիս է, միգուցե լինում է։ Նաեւ դա ձեր տրամադրությունը կբարձրացնի այլ լուսավոր կետը։ Երկար սպասված ոչ է նամակ կստանաք, տեղեկատվություն հնարավոր է փաթեթ եք ստանում։ Հաջողություն ունեք նաև միգուցե դրա հետ է կապված կա փաստաթուղթ է, ինչ-որ մի բան է, հաջողություն ձեր գործերում, ձեր բիզնեսում, նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ է տղամարդու հետ, հնարավոր է մասնագետ է, պետական աշխատող է, ձեր տանից է, հայ, եւ սպասում եք, որ գա պատմեք ինչ-որ պահեր, որը կան։ Եվ երեկոյան ոմանց մոտ ինտիմ հարաբերություններ է սա նշանակում, ոմանց մոտ էլ սա կամ շուտ եք պարկելու, քնելու կամ ուշ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 5-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ոմանք կարող են սկսել իրենց աշխատանքը կրկին, նաև կարող եք ընդունվել աշխատանքի, նաև դա որևէ պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, բայց օցեն, հնարավոր է նաև աշխատանքի վայրում են օցել, հնարավոր է նաև այդ մարդն է օց, ով որ ում հետ որ պետք է հանդիպեք, հա, ինչ-որ պետական աշխատող է, եւ այդ օրը գումար կստանաք, նաեւ գումար կծախսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 5-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը կամ երկեսայինների պատճառով եք էմոցիոնալ լինելու, կամ դա կարող է ոնց որ դուք էմոցիոնալ եք, ինչ-որ մի բան ձեզ ուրախացնում, կամ բարկացած եք, օրինակ այնտեղ ունեք հանդիպում ոչ մասնագետ հետ եւ այդ երկեսայինները իբր ձեզ մխիթարում են, հա, նմանատիպ ոչ պահեր։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ են, հնարավոր է առիթ է, ծնունդ է, կամ տեղափոխություն է, հյուրեր եք ընդունում, դուք եք գնում հյուր։ Երեկոյան սպասում եք, կսպասեք ինչ-որ մարդկանց, այստեղ նաև օձեր կան, ովքեր կամ խառնում են ձեր եւ ոչ տղայի հետ կապված հարաբերությունները, կամ այդ տղան է օձ, ում որ սպասում եք, կամ օձերի պատճառով եք սպասում այդ տղային, որ ձգձգվում է, հա, իր գալը։ Խոսքով ձեր սպասման եւ այդ տղայի միջև օձեր կան։ Հիմա ամեն մեկի մոտ դա կարող է տարբեր ձև լինել, բայց մի թույլ տվեք, հա, որ խառնեն ձեզ։ Գուցե հա դրա համար եք սպասում, որտեղ ինչ որ մի բան այստեղ կարող է խոսակցություն կա։ Դա նաեւ գայթակղություն է, որ այդպես գայթակղված սպասում եք այդ երիտասարդին։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 5-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև ինչ-որ մեկ այդ երկար հեռախոսով կարող եք խոսել, երկերեսանի մարդիկ կան, նաև կարող է ում հետ որ խոսում եք դա է, եւս երկերեսանի կարող ձեզ այն ինչ-որ բաների անընդհատ պոկում, որպեսզի իմանա ձեր կյանքը։ Եվ երեկոյան որոշ խոչընդոտներ կան, բայց այստեղ չի երևում ինչից է այդ խոչընդոտները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 5-ին։
հարգելի օձեր, այդ օրը գումար կստանաք կամ նաև գումար կծախսեք։ Ոմանց մոտ կարիերայում փոփոխություն է սպասվում, ուշադրություն դարձրեք կամ այդ օրը դեռ աշխատանք չունեք, չեք աշխատում, ոմանց մոտ է նաև կարող է բարձրունք է սա, կախված է թե ինչ եք աշխատում։ Կարող է բարձր ինչ-որ առաջ խաղացում ունեք, նաև ոչ է պաշտոն են ձեզ տալիս։ Եվ ինչ-որ հարցում տատանվում եք, ծանրութ թեթև անում, միգուցե նաև ընտրության առջև կանգնած լինեք, ոչ է նամակ կստանաք, տեղեկատվություն, փաստաթուղթ, որից հետո ձեր գործերը կզարգանա, կգնա առաջ եւ կկարողանաք ձեր գործերը ի վերջո անել, ավարտել կամ զարգացնել, առաջ խաղացում ունենալ։ Եվ այստեղ կամ որևիցե մասնագետին պետք է հանդիպեք, այդ հնարավորությունը ձեր ձեռքից բաց եք թողնում, որովհետև կամ ձեզ հարմար չէր կամ եւ այլն, կամ այստեղ որևիցե մասնագետի մոտ եք լինում, իր հետ եք շփվում, խոսում եւ որևիցե մի բան ձեր ձեռքից բաց եք թողնում։ Այդ որ նաեւ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ինչ որ մի լավ բան է լինելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 5-ին։ Մեկ րոպե։ Հարգելի ձիեր, այդ օրը ժամ կարող է պայմանավորվեք, կամ կցանկանաք պայմանավորվել, նաև դա կարող է լինել, որ պայմանավորված եք արդեն եւ ուշադրություն դարձեք ժամին, որպեսզի չուշանաք, զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք ձեր գործերում, նաև հանկարծակի լուր կլսեք, սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, բայց դա ոնց որ փուջ է, դա չի լինի, ինչ-որ փուջ բան է, դրան եք սպասում։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք այդ որևէ տղամարդու հետ։ Նաև այդ օրը ինչ-որ մի բան է ուշանում, բայց դա տեղի կունենա երկերեսանիների պատճառով, ոնց որ չեն անում այն գործը, ինչը որ պետք է անեն, չեն անում այնպես, ինչպես որ պետք է անեն, դրա համար է ուշանում է։ Մոտավորապես մինչև 3 ամիս դա կարող է ուշանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 5-ին։ Հարգելի այծեր, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է, սա հակառակ սեռի ներկայացուցչի հետ, եւ ոչ է լուսավոր մի բան, ոչ է մի լավ լուր կլսեք, միգուցե այն բանի մասին, որ կամ ինչ-որ մի բանը դեռ երկարաձգվում է, որը ձեզ համար շատ լավ է, կամ այն ինչ որ պետք է ուշանալ, ոնց որ ավելի շուտ է լինելու, ավելի շուտ է տեղի ունենալու, քան պետք է լիներ։ Դրա համար դա ձեզ կարող է ուրախացնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 5-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը կարող եք էմոցիոնալ լինել, նաև կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել, ոմանք կարող են նաև սիրահարվել, կարող դրա համար եք հուզվում, ձեզ սիրված կաք դրա համար կարող եք հուզվել, նաև ինչ-որ միտեղ երկար կմնաք,
ինչ-որ միտեղ հա կարող գնալ, կանգնել, կամ սպասել նաև։ Ոմանց այդ օր ամուսնության առաջարկ կանեն, ոմանց սիրո խոստովանություն, նաև հարսանիքի կարող են ձեզ հրավիրել։ Սա գործարք է եւ այնտեղ եթե նայենք ինքը ամուր գործարք է։ Եվ կտրուկ ոչ քայլ կարող եք անել կամ անսպասելի ոչ է ինչ-որ մի բան տեղի կունենա ձեզ մոտ, հաջողություն ունեք, նաև նոր դռներ են բացվում։ Բայց եթե այդ օրը ինչ-որ մի բան ձեզ խոստանան, ապա դա ոնց որ փուջ է, կամ օրվա վերջ ոչ է մի գաղտնիք կարող է բացահայտվել, այդպես փուչկի նման այդ գաղտնիքը պայթի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին հունվարի 5-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը ոմանք թե կարող է ձեզ լավ չեք զգում առավոտյան շուտ կամ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա, կամ ոնց է բժշկի պետք է գնաք, ինչ-որ հնարավորություն է այստեղ, կամ ոնց որ գնաք հիվանդին տեսնելու այդ հնարավորությունը, բայց դուք չեք կարողանում գնալ եւ ձեր ձեռքից բաց եք թողնում այն։ Կամ միգուցե կոսմետոլոգի մոտ պետք է այցելեք, դա եք բաց թողնում, ոնց որ ժամերը չեն համապատասխանում ձեզ հետ։ Նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ձեր շրջապատում օձեր կան, կարող նախանձում են այդ բարի լուրը, որ ստանաք, օրվա ընթացքում ծանրութեթև կանեք որովհետև որոշում, նաև դա ընտրության առջև է, որ կարող եք կանգնել, իսկ օրվա վերջ հանդիպում կամ շփում կունենաք ոչ այդ տղամարդու հետ, դա կարող է լինել ձեր հայրը, ձեր ամուսինը, նաև ոչ է պետական աշխատող։ Նաև խոչընդոտներ կան, կամ այդ տղամարդու հետ հանդիպելն է ոնց որ խոչընդոտ, կամ խոսելն է խոչընդոտ, որտեղ կարող է ուշ է ժամը եւ չեք կարողանում կապվել իր հետ։ Կամ կարող է տղամարդու հետ կապ չունի, ինչ-որ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հունվարի 5-ին։
Հարգելի շներ, այդ օրը ուրախ տրամադրություն կունենաք, բարձր տրամադրություն կունենաք առավոտյան, բայց ցերեկա այստեղ կամ ինչ-որ մեկի հետ եք վիճում, հետո ձեզ վատ եք զգում, կամ հիվանդանոցում եք վիճում ինչ-որ մեկի հետ, կամ բժշկական կենտրոնում եք վիճում ինչ-որ մեկի հետ, հա չեք կարողանում համաձայնեցնել իրար հետ, կամ իրոք կարող վիճել եւ հետո ձեզ վատ զգալ։ Նաև այդ օրը կտրուկ ոչ է քայլ կարող եք անել կամ անսպասելի ոչ է մի բան կարող է տեղի ունենալ եւ հաջողություն է ձեզ սպասվում գործերում, ձեր բիզնեսում, նաև հաջողությամբ կարող եք հանդիպել ոչ է տղամարդու հետ, դա կարող է նոր ծանոթություն լինել կամ հանդիպումը հիանալի անցնի, եթե ժամադրության եք։ Նաև սա կարող է ձեր տղան է գալիս է եւ հաջողությամբ ոնց որ տեղ է հասնում, հաջողությամբ հասնում է տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազների։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 5-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր։ Այդ օր առավոտյան տատանվում եք, այստեղ սեղանի շուրջ եք նստելու, միգուցե ինչ հյուրասիրեք, ինչ տանեք հյուր, միգուցե ինչ որ քաղցրավենիքի մեջ եք տատանվում, ինչ տանեք, ինչ հյուրասիրեք, կամ գնաք արդյոք, թե ոչ։ Օրվա ընթացքում ոմանց ամուսության առաջարկ կանեն, նաև դա հարսանիքի հրավեր է, նշանադրության, նաև դա կարող է լինել գործարք, որը այդ օրը կարող է կնքել։ Եվ երեկոյան այստեղ ոչ է մասնագետ է, ով որ ձեզ կարող ինչ-որ բաներ է առաջարկում, խորհուրդ տալիս, պետք է զգուշ լինել, որովհետև դա փուչ բաներ են, դրանք ռեալ բաներ չեն եւ հետո արդեն խնդիրների մեջ կարող եք հայտնվել, կարող է ինչ-որ մի բան է, որ ձեզ ոգևորի, բայց դա այդքան էլ նորմալ բան չէ։ Կամ որևիցե ինչ-որ մի գաղտնիք է բացահայտելու, որ այդպես փուչկի նման կարող է պայթել, այդ մասնագետը կարող է, կամ իր մասին կարող եք նաև լսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։